Լիա Սարգսյան, պատրաստվի թերթեմ։ Խոսվեց մարտի 1-ի հետ կապված միետի որոշման մասով, ինչին նաև Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել ազգային ժողովում, վերջին ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ասում էր, ինչ վաղեմության ժամկետի հարց, սա ահաբեկչական ակտ է, եւ կոնկրետ վարույթը քննող դատավորին ակնարկում էր, որ պիտի սթափվի եւ լրջանա։ Եվ սա այն դեպքում, երբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազգային ժողովում արդեն արձանագրել է, որ վաղեմության ժամկետի խնդիր կա, եւ այն դատավարությունը, որ այս օրերին ընթանում է, փոփոխված մեղադրանքով է ընթանում, եւ մեղադրանքը ոչ թե ահաբեկչության ակտի վերաբերյալ է, այլ լիազորությունները անցնելու վերաբերյալ։ Գործը քննող դատավոր Սարգիս Պետրոսյանը նշում է պարբերաբար, որ իր համար միևնույն է, թե ով է նստած մեղադրյալի աթոռին, նա արդար դատավարություն է իրականացնելու։ Քաղաքական եւ իրավական այս խոսույթի հակասության պարագայում դուք ինչպիսի ելք եք տեսնում դատավարության։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը ըստ ձեզ այդուհանդերձ կարող է դատավարության ավարտին քաղաքական հրահանգներ իջեցնել, հաշվի առնելով նաև իր այս հայտարարությունները, եւ արդյոք դուք օբյեկտիվ համարում եք գործով դատավորին, ով պարբերաբար ասում է, որ դատավարությունը արդար է լինելու։ Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում իր գործառույթն է համարում դատական համակարգին կարգադրություններ տալ։ Այն հանգամանքը, երբ ԲԴԽ-ի նախագահը մի հատ SMS-ով հրաժարական է տալիս, արդեն բավարար է։ Ամեն ինչի մասին խոսում է։ Նույնիսկ ինձ համար հասկանալի չի, թե դու ինչ գործ ունես միեդի նախագահի հետ հանդիպման, էլի։ Գործադիր իշխանության ղեկավարը ինչ ունի այնտեղ, ինչ գործ ունի։ Մեկ մոտիվ է երևում։ Բազմաթիվ բողոքներ կա միեդ եւ հաստատ այդ հանդիպման ժամանակ ենթադրում եմ խոսք էր գնում, որ այս սաղ ռուսական շպիոններ են, սաղ ռուսական գործոնն է եւ այլ, աշխարհակահաղական հարց է, որ միեդը, այսպես ասենք, ոչ հաճելի որոշումներ չկայացնի, օրինակ դատավորների վերականգնման հարցում, եւ այլ։ Հիմա այն ինչ որ դուք ասում եք, սա փաստ է։ Ինչ կարգի ազդեցություն ունենալու այս դատավորի վրա, ես չգիտեմ։ Ես այդ դատավորին չեմ ճանաչում, նախքին ԿՊԱ-ական է։ Ինչքանով ինքը կարող է անկախ լինել, չգիտեմ։ Մինչ այսօր դատական ակտ չի եղել, որոնք կարող ենք մենք այդ գնահատականը տալ։ Բայց մեղադրանքը առաջադրվել է պաշտոնական դիրքի հետ կապված, եւ տեղ վաղեմությունը վաղուց անցել է։ Հիմա ինչ ֆանտազիաներ կա Նիկոլ Փաշինյանի գլխում, ինչ բիոխիմիա է կատարվում, ոչ մեկ չգիտի։ Ինձ թվում է ինքն էլ չգիտի։ Դրա համար ձեր տված հարցը մեկը ենթադրությունների դաշտում է, իմ ենթադրությունը, չեմ ուզում ենթադրություն անել դատավորի կամային հատկությունների վրա եւ ինչքանով է այդ դատավորը պատրաստ ինքնուրույն լինել իր որոշումներով։ Ես լուրջ կասկածներ ունեմ, լուրջ կասկածներ, բայց կյանքը ցույց կտա։ Այսքանը։